Կենտրոնի եթերը շարունակում է անցուդարձը, եկել ենք միասին ու կարճ ամփոփելու օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից։ Բարի երեկո։ Բանակցային գործընթացում նորություն կա անկլավների ավելի կոնկրետ Արցվաշենի վերադարձից։ Այս հարցին Փաշինյանը ճեպազրույցում պատասխանել է։ Սահմանազատման հետևանքով պետք է վերաարձանագրվի Ալմատիի հռչակագրի հիման վրա երկրների տարածքային ամբողջականության ուրվագիծը, որից հետո կքննարկվեն բոլոր կոմբինացիաները։ Տարածքի փոխանակումը հնարավոր կլինի միայն Հայաստանի քաղաքացիների դիրքորոշմամբ։ Ժողովրդի կամքի արտահայտմամբ վստահեցրել է Փաշինյանը, որևէ մեկը այլ սցենարի գնալ չի կարող։ Անկլավների իրավական հիմքերի փոխադարձ ուսումնասիրության դեռ չի եղել։ Վարչապետը նաև արձագանքել է Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովին, ըստ որի Փաշինյանը 2019 թվականի մարտին հայտարարել էր, թե չի կարող եւ չի լուծելու Ղարաբաղի խնդիրը, ու Ալիևին հարցրել էր՝ դուք ուզում եք, որ ինձ սպանեն։ Բանավոր ժանրը ինքը շատ վտանգավոր ժանր է, որովհետեւ բանավոր ժանր նույնիսկ հրապարակային տեսախցիկների առաջ արած հայտարարությունների վերաբերյալ հետո լինում են տարընթերցումներ։ Հետո պարզվում է, որ մի կողմը այլ բան է ասել, մյուս կողմը այլ բան է հասկացել, եւ հետեւաբար այդ ժանրը ես համարում եմ բացարձակապես անօգուտ։ Ես այն չեմ ասել, նա նենց է ասել, ինքը չնստած էր, բայց ես հիշում դու սուրճ էիր խմում, ես սուրճ։ Դա անօգուտ ժանր է։ Այսինքն դա բացարձակապես նախ ես կարող եմ ասել, որ այն հանդիպումները, որին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հղում է անում, ինքը ոչ միայն դրան չի մասնակցել, ինքը այդ ժամանակ արտաքին գործերի նախարար չի ելել։ Ինքը բոլորովին ուրիշ պաշտոն, այսինքն ինքն էլ լսել է ուրիշից, գուցե այդ ուրիշը լսել է ուրիշից, գուցե այդ ուրիշը լսել, ես չգիտեմ, բայց ես ներողություն եմ խնդրում, բայց ասում եմ, առավել ևս այն մարդու ասածը, որը այդ ժամանակ չի եղել այդ կարգավիճակում, անիմաստ։ 2018 թվականից եւս մանրամասներ է պատմել Փաշինյանը, երբ նախքան Սերժ Սարգսյանի հրաժարականը իրեն մեկուսարանում այցելել էր նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։ Ըստ Փաշինյանի Կարապետյանը եկել եւ խոսել է Սարգսյանի անունից, ասել, որ իրեն ազատում են ու հեղափոխական process-ը չի շարունակվում։ Ի պատասխան Փաշինյանն ասել է, որ դա բացառվում է։ Փաշինյանն արձագանքել է նաեւ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե ինքը ԵՄ նախկին դեսպանին ասել է, որ իրենց հեղափոխության օրերին առաջարկվել է փոխվարչապետի պաշտոնը ցույցերը դադարեցնելու դիմաց։ Նախ ասեմ փոխվարչապետի մասին, ընդհանրապես երբեք որևէ մեկի հետ ընդհանրապես տենց ակնարկ եւ խոսակցություն ընդհանրապես որևէ մեկի հետ չի եղել։ Որևէ մեկի հետ ոչ միայն փոխվարչապետի, որևէ պաշտոնի մասին որևէ խոսակցություն ընդհանրապես չի եղել։ Ես չգիտեմ իրենք նման բան քննարկել են թե չէ, բայց ես չի թույլ տա, որ տենց խոսակցություն տեղի ունենա։ Նիկոլ Փաշինյանը հերքում է Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության տարածած տեղեկությունը, թե Հայաստանը մտադիր է հրաժարվել ռուսական հացահատիկից եւ անցնել ուկրաինականի ԵՄ գումարներով։ Չի կարող այդպիսի բան լինել, բացարձակ անհեթեթություն է ասել է Փաշինյանը։ Բյուջեի քննարկման ուշադրության կենտրոնում է հայտնվել Անդրանիկ Քոչարյանը, նրա պատճառով նիստն ընդհատվել է։ Բանն այն է, որ Քոչարյանը դահլիճում չի եղել իր զեկույցը ներկայացնելու պահին։ Դա դուր չի եկել Նիկոլ Փաշինյանին։ Քոչարյանն ամենայն հավանականությամբ ստեղծված իրավիճակի մասին պարզաբանում տալու համար մոտեցել է Փաշինյանին, բայց վարչապետը դուրս է եկել դահլիճից։ Իսկ Անդրանիկ Քոչարյանի զեկույցի ժամանակ Փաշինյանը ներս է մտել ուշացումով։ Իսկ ինչու եք ուշացել։ Ափսոս է 20 րոպե։ Դուք Ես եմ կարծում 20 րոպեն ափսոս։ Բայց ինչու եք ուշում։ Չի լսում ես աղջիկ։ Դե հասկացան քարտուղարությունը ասել է։ Ընդամենը քարտուղարությունը իր պարտականությունն է տեղյակ պահի, որ հաջորդ ելույթը դուք եք, բայց ես կարծում եմ, որ տեղյակ պահի։ Բայց այստեղից նիստեր, չէ՞, դուք պետք է։ Հետո ինչ նիստի ընթացքում պատվոնների դուրս են գալի, ներս են գալի, վերջին հաշվով դուք գիտեք ինչ եմ դուրս եկել։ Ուզում եք եկել իմանալ։ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն է պատասխանել լրատվամիջոցներից մեկի հարցերին, նա անդրադարձել է անկլավները փոխանակելու թեմային, նաև մեկնաբանել իր նոր պատերազմ, նոր տարածքներ, տարիներ առաջ արված հայտարարությունը, որը մեջբերել էր Բայրամովը իբրև պատերազմի սադրանքներից մեկը։ Կոնկրետ Տիգրան Աշենի մասով դուք ինչ անհանգստություն ունեք։
Ռազմավարական, այսինքն ռազմական տեսանկյունից անընդունելի տարբերակ է, բայց բանակցությունները ինչ ձևաչափով կգնան, ես չեմ կարող ասել, բայց իմ համար ցանկացած արգլավի վերադարձ առանց որոշակի փոխզիջման անընդունելի է, մասնավորապես Տիգրանաշենը։ Արցվաշենի մասին են խոսում իշխանության ներկայացուցիչները։ Արցվաշենը Հայաստանի Հանրապետության տարածք է։ Հայաստանի Հանրապետության տարածքը պետք է վերականգնվի։ Այսինքն Հայաստանի Հանրապետության տարածքը եւ անկլավը չի կարելի նույն հարցության մեջ դնել, ճիշտ հասկացած եք խոսում։ Իմ համար ոչ։ Իմ համար ոչ։ Նախորդ շաբաթ Ադրբեջանից հայտարարություններ եղան մասնավորապես Բայրամովի կողմից Հայաստանի իշխանությունների մեղադրում էին, այդ պատերազմը հրահրելու մեջ եւ առանձին դրվագով նաեւ ձեր մասին էր խոսվում, Բայրամովը նշում էր, որ հիմք է հանդիսացել նաեւ ձեր հայտարարությունը նոր պատերազմ, նոր տարածքներ։ Դուք ինչպես կարձագանք եք, պարոն Տոնոյան։ Ես արձագանք եմ Բայրամովին ու Ալիևին, Ալիևն էլ է խոսած է իր բանի ժամանակ, շքերթի ժամանակ։ Ինչքան ուզում են թե խոսեն, իրանք են հրահարել, իրանք են պատերազմը սկսել, ուղառիթներ ման չկան։ Իմ հայտարարությունը եղել է հայկական համայնքի մոտ, այն էլ նախնական մի քանի անգամ զգուշացրել են, որ դա ընտանիքի մեջի խոսակցություն է, որը որ դուրս է եկել, բայց հանրության դուր է եկել է եւ հանրությունը սկսել է դա բավական մեծ ուրախությամբ շարունակել այդ խոսակցությունը։ Դա իմ դիրքորոշումն է եղել եւ ես իմ դիրքորոշումից չեմ խախտվել։ Այն ինչ որ մեր հայ համայնքին պետք էր, ես ասել եմ։ Չի կարող Ադրբեջանից երկաթուղային ճանապարհով էժանցորեն մտնել Հայաստան, քանի որ ծախսերն ավելի մեծ են, հաշվել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։ Ավելի վաղ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասել էր, որ Հայաստանը երկար ժամանակ բանակցել է Ղազախստանից ցորենի ձեռքբերման համար, բայց բավականին թանկ էր ստացվում՝ $280, որովհետև տրանսպորտային մեծ ծախսեր կային, իսկ նոր հաղորդուղու պարագայում բավականին էժանանում է։ Քանի որ ռուսական ցորենը ներկրվում է փոթիով, Փոթի Թբիլիսի Երևան երկաթուղի մոտավորապես 600 կիլոմետր է։ Բաքու Թբիլիսի Երևանը մոտ 820 կիլոմետր, այսինքն մոտ 30% ավելի շատ։ Եվ այս դեպքում տրանսպորտային ծախսերի խնայման մասին խոսելը ուղղակի անտեղի է։ Պետք է հասկանալ, որ Ղազախստան, Ռուսաստան նույնիսկ երկաթուղով բեռնափոխադրման դեպքում ծախսերը ավելի մեծ կլինի, քան օրինակ Ռուսաստան Փոթի նավով փոխադրումը, այնուհետև երկաթուղով փոխադրումը։ Այսինքն մենք պետք է ռուսական ցորենի փոխարինումը իրականացնենք որակյալ եւ տնտեսապես ձեռնտու տարբերակով։ Առաջարկում եմ միասին թերթել մամուլի էջերը։ Հրապարակը գրում է, օրենսդիր եւ գործադիր իշխանության ներկայացուցիչները 3 հերթով ընդունել են Հայաստանում ԵՄ անդամ երկրների դեսպաններին։ Ուշագրավ է, որ ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանն առանձին է ընդունել, փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը առանձին։ Սիմոնյանի հանդիպման հաղորդագրությունում ասված է. հանգամանալից քննարկում է ծավալվել Հայաստան-Եվրամիություն գործընկերությանը եւ խորհրդարանական հարաբերությունների խորացմանն առնչվող տարբեր հարցերի վերաբերյալ։ Քննարկումների առանցքում են եղել ինչպես Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները, այնպես էլ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացն ու տարածաշրջանային զարգացումները։ Սիմոնյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին, իսկ Ռուբեն Ռուբինյանի ռելիզում գրված է. ԵՄ անդամ երկրների ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ դեսպանների հետ քննարկվել են Հայաստան-ԵՄ ընդլայնվող համագործակցությանն առնչվող հարցեր։ Հյուրերի խնդրանքով Ռուբինյանն անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին, ներկայացրել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի ընթացքը։ Տպավորություն է, որ դուք եւ Ալեն Սիմոնյանը խռով եք իրարից, ինչու եք նույն մարդկանց հետ նույն օրը առանձին հանդիպում, հարցրինք Ռուբինյանին։ Բայց մենք տարբեր ձևով ենք հանդիպում, չէ՞։ Ալեն Սիմոնյանը որպես ազգային ժողովի նախագահ, ես որպես փոխնախագահ կամ Հայաստան-Թուրքիա բանագնաց, կամ օրինակ Սարգիս Խանդանյանը որպես արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, այնպես որ չստացվեց, ասաց նա։ Նույն օրը դեսպանների նույն կազմը նաև Նիկոլ Փաշինյանի հետ է հանդիպել։ Հրապարակը գրում է. Փաշինյանը շատ դժգոհ է մնացել Նարեկ Կարապետյանի Թաքեր Կարսոնին տված հարցազրույցի հետևանքներից։ Հիշեցնենք, երեք տեղեկացանք, որ Թրամփ կրտսերը չեղարկել է նոյեմբերի 12-ին Հայաստան այցը եւ չի բացառվում, որ այդ հարցազրույցն է դեր խաղացել եկեղեցու դեմ հետապնդումների մասին տեղեկությունները նրան հետ են պահել Հայաստան այցելելու մտքից։ Փաշինյանը կարծում է, որ այդ հարցազրույցից հետո իր մասին բացասական տպավորություն է ստեղծվել ԱՄՆ-ում։ Ուստի Նազելի Բաղդասարյանին եւ Արարատ Միրզոյանին հանձնարարել է ռևանշ հարցազրույց կազմակերպել հայտնի Time ամսագրի
մասնագետի հայտնի լրագրող Սայմոն Շուստերի հետ։ Նա ուզում է միջազգային հանրությանը համոզել, որ ընդդիմության դեմ իր պայքարը լեգիտիմ է եւ որոշել է ամերիկյան հարթակում փաստեր ներկայացնել, թե ինչպես էին ընդդիմությունն ու եկեղեցու ներկայացուցիչները այս ամռանը փորձում զավթել իշխանությունը ուժի կիրառմամբ։ Ավելին նա հույս ունի հայտնվել ամերիկյան Time ամսագրի վարկածով տարվա մարտ կոչման հավակնորդների ցուցակում։ Կարծում է, որ դա կբարձրացնի իր վարկանիշը հայ հանրության աչքում։ Նա ասել է, ֆինանսական ծախսերից չվախենան կազմակերպեն հարցազրույցը։ Սայմոն Շուստերն անցյալում հարցազրույցներ է արել Նավալնիի, Զելենսկու, անգամ Լուկաշենկոյի հետ։ Հրապարակը գրում է, մայրաքաղաքը բազում խնդիրներ ունի, որոնք հրատապ լուծում են պահանջում, սակայն տարիներով չեն լուծվում։ Քաղաքապետարանը Երևանի բյուջեն շռայլորեն ծախսում է Երևանի օրվա ամանորի եւ բազում այլ առիթներով, նաեւ մեծ գումարներ է ծախսում քաղաքապետարանի եւ ենթակա հիմնարկությունների աշխատողների պարգևատրման համար։ Պարզ չէ, թե քաղաքապետարանի պաշտոնյաները աշխատանքային ինչ նվաճումների համար են այդքան պարգևատրվում, երբ երևանցիներն ամեն օր տեսնում են նրանց աշխատանքը, իսկ ավելի հաճախ անգործությունը։ Երևանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ենթակա կազմակերպությունների աշխատակիցներին մեկը 10-2025 թվականի դրությամբ փաստացի վճարվել է 1 միլիարդ 707 միլիոն 817 հազար 300 դրամի չափով պարգևատրում։ Շնորհանդեսի ժամանակ ռուսական առաջին ռոբոտ Անդերոիդը չի կարողացել ոտքի վրա մնալ։ Բեմն արագ փակել են վարակույրով, իսկ տուժածին տարել կուլիսներից ներս։ Ճապոնիայում կինը փեսացու է հորինել եւ ամուսնացել վիրտուալ իրականության ակնոցներով։ Ամուսնուն ChatGPT-ն է մշակել։ Հարսանիքից հետո նաեւ ֆոտոշարք է հրապարակել։ Պարզվում է, սա Ճապոնիայում միակ դեպքը չէ, ավելի վաղ աղջիկն ամուսնացել էր անիմե ֆուտբոլիստի հետ։ Չինաստանում կամուրջ է փլուզվել, պատճառը սողանքն է, բարեբախտաբար տուժածներ չկան։ Երկրի վրա տեղի ունենում G4 մակարդակի շատ ուժեղ մագնիսական փոթորիկ, գիտնականներն ավելի վաղ հայտնել էին, որ Արեգակի վրա տեղի է ունեցել ամենահզոր բռնկումը 2024 թվականի հոկտեմբերից ի վեր եւ նոյեմբերի 12-ին հզոր մագնիսական փոթորիկ կհարվածի երկրին։ Աստիճանաբար այն կթուլանա, սակայն նոյեմբերի վերջերին սպասվում է երկրորդ ալիքը, հնարավոր է թույլ փոթորիկ։ Իրավիճակը կկայունանա դեկտեմբերի սկզբին, մագնիսական փոթորիկները երբեմն խափանում են էներգետիկ, նավիգացիոն եւ արդյունաբերական համակարգերի աշխատանքը, ինչպես նաեւ ազդում մարդկանց ինքնազգացողության, թռչունների եւ կենդանիների վրա։ Եվ եղանակ այն կլինի առանց ստեղումների, օդի ջերմաստիճանն էլ էապես չի փոխվի։ Սիրելի հետևորդներ, եկեք կատարենք մի քանի պարզ քայլ մեր YouTube-յան ալիքը զարգացնելու համար։ Ձեզանից մի քանի վայրկյան է պահանջվելու, հավանում եք այս հաղորդաշարը եւ բաժանորդագրվում։